Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է։ Այս թողարկման մեջ տեղգտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարում։ Արամ Ղազարյանն այցելել է հայկական ատոմային էլեկտրակայան Փակ-բաժնետիրական ընկերության պահպանության հատուկ հրշեջ ջոկատ։ Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180,000 այցելուի անվտանգություն։ Երևանի գինու օրեր փառատոնն անվտանգ եւ առանց լուրջ միջադեպերի։ Տրանսպորտային միջոցները երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար միայն մեկ ամսում կազմվել է 7595 արձանագրություն։ Բարեկային ծառայության ուշադրության կենտրոնում են երկրորդ շարքում կանգնած կամ կայանված տրանսպորտային միջոցները, որոնք խոչընդոտում են երթևեկության բնականոն ընթացքը, առաջացնում խցանումներ եւ լրացուցիչ դժվարություններ երթևեկության մյուս մասնակիցների համար։ Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները եւ չխոչընդոտել ճանապարհային երթևեկության բնականոն ընթացքը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ճանապարհային երթևեկության բնականոն կազմակերպման եւ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով հետեւողականորեն վերահսկողություն է իրականացնում։ Բարեկային ծառայությունը մշտադիտարկում է երթևեկության մասնակիցների վարքագիծը, հայտնաբերելով եւ արձանագրելով իրավախախտումները։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են երկրորդ շարքում կանգնած կամ կայանված տրանսպորտային միջոցները, որոնք խոչընդոտում են երթևեկության բնականոն ընթացքը, առաջացնում խցանումներ եւ լրացուցիչ դժվարություններ երթևեկության մյուս մասնակիցների համար։ Քանի որ երկրորդ շարքում կանգնած տրանսպորտային միջոցները հանդիսանում են խցանման պատճառ, իսկ բարեկային ծառայության գործառույթներից մեկն էլ հանդիսանում է երթևեկության կարգավորումը, այդ իսկ պատճառով կատարվում է մշտադիտարկում եւ կազմվում են արձանագրություններ։ Իրավախախտումները սահմանված կարգով արձանագրվում են, իսկ խախտում կատարած անձինք ենթարկվում վարչական պատասխանատվության։ 2026 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 31 ընկած ժամանակահատվածում երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար բարեկային ծառայության կողմից կազմվել է 7595 վարչական արձանագրություն, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 2825-ով։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները եւ ցուցաբերել փոխադարձ հարգանք ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Կանոնների պահպանումը ոչ միայն օգնում է կանխել խցանումները, այլև նպաստում է ավելի անվտանգ եւ կազմակերպված երթևեկության ապահովմանը։ Երևանի գինու օրեր փառատոնը, որը համախմբել էր ավելի քան 180,000 այցելուի, անցել է անվտանգ եւ առանց լուրջ միջադեպերի։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ հասարակական կարգը պահպանվել է ամբողջ միջոցառման ընթացքում։ Արդեն ավանդույթ դարձած Երևանի գինու օրեր ամենամյա փառատոնը հունիսի 5-ից 7-ը հոբելյանական 10-րդ անգամ իր շուրջն էր համախմբել աննախադեպ թվով այցելուների ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Հասարակական կարգի պահպանման եւ միջոցառման ավելի քան 180,000 մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության շնորհիվ որևէ լուրջ միջադեպ կամ ծանր հետևանքներով պատահար չի արձանագրվել։ Ոստիկանության համակարգված եւ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, չնայած մարդկանց աննախադեպ հոսքին եւ տոնական ակտիվ մթնոլորտին, փառատոնն անցել է խաղաղ, անվտանգ եւ առանց լուրջ միջադեպերի։ Երրորդյա միջոցառման ընթացքում արձանագրվել է առերևույթ ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության ընդամենը 7 դեպք, արդեն կան բացահայտումներ։ Պատահական չէ, որ Հայաստանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով աշխարհի ամենաապահով երկրների շարքում է, ինչը պայմանավորված է նաեւ բազմամարդ միջոցառումների անվտանգ եւ անխոչնդոտ անցկացմամբ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։
Փրկարարծարայության տնօրեն Արամ Ղազարյանն այցելել է հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ փրկարարական ջոկատ։ Այցի ընթացքում նա ծանոթացել է ծառայության կազմակերպման աշխատանքներին եւ նոր տեխնիկային ընդգծելով հրշեջ փրկարարների կարևոր դերը ռազմավարական նշանակության օբյեկտի անվտանգության ապահովման գործում։ Փրկարարծարայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 11-ին այցելել է հայկական ատոմային էլեկտրակայան Փակ բաժնետիրական ընկերության պահպանության հատուկ հրշեջ փրկարարական ջոկատ։ Արամ Ղազարյանը հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ատոմակայանի տարածքում ծանոթացել ջոկատի ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի աշխատանքային պայմաններին, ինչպես նաև ձեռք բերված նոր հրշեջ փրկարարական տեխնիկային եւ սարքավորումներին։ Փրկարարծարայության տնօրենը բարձր գնահատելով ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու պատասխանատու աշխատանքը, ընդգծել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման գործում հրշեջ փրկարարների դերը բացառիկ նշանակություն ունի։ Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության, կարգապահության եւ իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ կատարման համար։ Արամ Ղազարյանն անդրադարձել է նաեւ ծառայողների մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման եւ ատեստավորման գործընթացին, նշելով, որ այն կարևոր նախապայման է փրկարարների սոցիալական երաշխիքների բարելավման համար։ Նա կարևորել է մասնագիտական ու ֆիզիկական պատրաստվածության շարունակական զարգացումը, ընդգծելով, որ յուրաքանչյուր ծառայող պետք է մշտապես աշխատի սեփական կարողությունների կատարելագործման ուղղությամբ եւ պատրաստ լինի ստանձնելու ավելի պատասխանատու պաշտոններ։ Փրկարարծարայության տնօրենը նշել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ փրկարարական ջոկատում ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում, հաշվի առնելով պահպանվող օբյեկտի ռազմավարական նշանակությունը։ Այցի շրջանակում փորձարկվել են նաև հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ նշանակության մեքենաները, ստուգվել են նոր ձեռք բերված տեխնիկայի հնարավորությունները, շահագործման պատրաստվածությունը եւ արտակարգ իրավիճակների դեպքում կիրառման արդյունավետությունը։ Փրկարարծարայության տնօրենը վստահություն է հայտնել, որ ժամանակակից տեխնիկայով համալրումը կնպաստի ծառայության օպերատիվ կարողությունների ընդլայնմանը, հրշեջ փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ ռազմավարական նշանակության օբյեկտների անվտանգության առավել հուսալի ապահովմանը։ Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին ներքին գործերի նախարարության ծառայողները հերթական անգամ բարձր պատրաստվածության եւ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ արագ արձագանքել են Երևան-Սևան ավտոճանապարհին ստեղծված արտակարգ իրավիճակին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ։ ՆԳՆ ծառայողները հերթական անգամ բարձր պատրաստվածության եւ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ արագ արձագանքել են Երևան-Սևան ավտոճանապարհին ստեղծված արտակարգ իրավիճակին, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ։ Հունիսի 11-ին ժամը 19:26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ էր ստացվել, որ Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ Ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էին փրկարարական եւ ոստիկանական ուժերը։ Վնասվել էր 3 ավտոմեքենա, կային արգելափակված քաղաքացիներ, խաթարվել երթևեկության բնականոն ընթացքը։ Ծառայողներն անմիջապես սահմանազատել են տարածքը, կանխել քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատված։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Ոստիկանների եւ փրկարարական ծառայողների օպերատիվ արձագանքի եւ իրավիճակի ճշգրիտ գնահատման շնորհիվ քաղաքացիները դուրս են բերվել անվտանգ տարածք։ Մեկ անց տեղափոխվել է հիվանդանոց եւ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։ Իրականացվել են քննչական գործողություններ, դեպքի վայրում կատարվել են նմուշառումներ։ Սահմանվել է հերթապահություն, բարեկային ծառայողները շարունակում են կարգավորել միակողմանի երթևեկությունը։ Քաղաքացիների անվտանգությունը ՆԳՆ ծառայողների ամենօրյա ծառայության առանցքում է անկախ ժամանակից, վայրից, իրավիճակից։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։
Ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից, ինչ անել, եթե երեխան ստանում է կասկածելի հաղորդագրություններ կամ շփվում է անծանոթների հետ ինտերնետում, ինչպես ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի երեխան առանց վախի պատմի հնարավոր խնդիրների մասին։ Հարցեր, որոնց պատասխանները տալիս է ոստիկանության կիբերհանցագործությունների վարչության պետ Հայկ Մկրտչյանը։ Սիրելի ծնողներ, շատ կարևոր է, որ երեխան չվախենա պատմել, եթե ինչ-որ մեկ իրեն անհանգստացնում է կամ կասկածելի հաղորդագրություններ ուղարկում, պետք է վստահության մթնոլորտ ստեղծել։ Հետաքրքրվեք, թե ինչ խաղեր է խաղում ձեր երեխան, ում հետ է շփվում եւ բացատրեք, որ ինտերնետում պետք է լինել նույնքան զգույշ, որքան իրական կյանքում։ Մի քանի պարզ քայլեր, որոնք կարող են զգալիորեն բարձրացնել ձեր երեխայի անվտանգությունը։ Օգտագործեք ծնողական վերահսկման կարգավորումները, սահմանեք, թե ինչ տեղեկություններ կարելի է հրապարակել, սովորեցրեք երբեք չանցնել անծանոթ հղումներով եւ հիշեցրեք, որ իրական հանդիպումների առաջարկներին երբեք չպետք է համաձայնվել առանց ծնողի իմացության։ Երեխաների առցանց անվտանգությունը սկսվում է ուշադրությունից, բաց խոսակցությունից եւ փոխվստահությունից։ Իսկ այժմ կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք թողարկումը։ Մեկ 2 բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք թողարկումը։ Ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ գողության մի շարք դեպքեր։ Քանաքեր Զեյթունում ձերբակալվել է թմրանյութ իրացնելու մեջ կասկածվող 33-ամյա տղամարդ, իսկ Կոտայքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են խանութներից գողություններ կատարելու մեջ կասկածվող 3 անձինք։ Քրեական այլ նորություններին կարող եք ծանոթանալ մեկ տեսաշարով։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ։ Հունիսի 8-ին ժամը 16:45-ին Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալեցին 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած Hyundai Magnich-ի մեքենայով հանդերձ նա տեղափոխվեց համայնքային ոստիկանության բաժին։ 34-ամյա տղամարդու խոզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով 8 փաթեթ։ Ըստ օտարերկրացու փաթեթներում կրիստալ տեսակի թմրամիջոց էր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քանաքեր Զեյթունի համայնքային ոստիկաններն ու ոստիկանության գվարդիայի ծառայողները հունիսի 2-ին շրջիկ ծառայության ժամանակ Պարյուր Սևակի փողոցում նկատել են կասկածելի վարկ դրսևորող մի տղամարդու, որն ինչ-որ բան էր փորձում թաքցնել ծառի բնի մոտ։ Տեսնելով ոստիկաններին, տղամարդը դիմել էր փախուստի, ինչն արագ կանխվել էր։ Ժամը 16:30-ին թմրանյութ իրացնելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Մայրաքաղաքի Հովհաննիսյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ընդունել է, որ արդեն տեղադրել է մարիխուանայով 4 փաթեթ եւս 21-ը մեքենայում են։ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ քննչական գործողությունների արդյունքում նշված փաթեթները հայտնաբերվել են։ Ըստ 33-ամյա տղամարդու թմրամիջոցները ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով, տեղադրել ու լուսանկարներն ուղարկել ալիքի հասցեատիրոջը։ Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հունիսի 5-ի գիշերը ժամը 4-ին համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ 1 ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրման բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը եւ դրա մարկղից փող գողացել։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-ից 33 տարեկան 3 տղամարդ ավտոմեքենան կայանել են Սևանի փողոցում, ապա մոտեցել հիշյալ խանութին, կատարել գողությունն ու հեռացել, մեքենան թողնելով նույն տեղում։ Նույն օրը ժամը 14:40-ին երեքն էլ հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին։ Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ խումբը նույն կերպ կոտրելով դուռը նախկինում էլ խանութներից կատարել է գողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։
Շորթման նպատակով ավտոմեքենայից կողային հայլու ապակիների գողության հերթական ահազանգը համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էր մայիսի 29-ին։ Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչն առավոտյան հաղորդում էր տվել, որ գիշերը տարել են շենքի բակում կայանված իր Մերսեդեսի կողային հայլիների ապակիներն ու թողել Տելեգրամյան հասցեի հղում։ Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ գողության եւ շորթման հատկանիշներով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով գողությունը կատարել է Մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում եւ նույն օրն էլ նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նման հանցագործությունները կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Շաբաթվա կարևորները այսքանին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։ Ղարաբաղից տեղահանված անձ ես, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։